Պարոն Իսագուլյան, լավ, ակնհայտ է, չէ, Թուրքիայի, Ադրբեջանի շահը, չեմ ասում, պանթուրքիստական, չգիտեմ, այդ մեծ sense գեոպոլիտիկ։ Հայաստանն ի՞նչ է շահում այս ամենից։ Պետք է Փաշինյանը մի լոգիկա, մի շարժարիտ ունենա, թե չէ։ Ախր, երբ որ մենք կարողանանք հասնել նրան, թե պարզել 2018 թվականին ում փողերով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության իր խունտայի հետ, բոլոր հարցերի պատասխանները կլինի։ Հիմա ես քրեական գործով եմ էլի անցնում, որտեղ էլի մեղադրյալ եմ, որ ես ժամանակին 18 թվականին, տեսեք, 18 թվականին ես հայտարարեցի 18 թվականին, որ թուրք-ադրբեջանական 48 միլիոն դոլարի ներմուծմամբ Հայաստանում տեղի ունեցավ հեղաշրջում։ Ընդ որում այդ ինֆորմացիան հաստատված է, ասված էր մի մարդու կողմից, որը ֆիքսված էր նաև մեր հատուկ ծառայությունների մոտ, եթե չեմ սխալվում։ Ես վստահ եմ, որտեվ Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը, որ սովորում էր մեր սլավոնական համալսարանում եւ համարվում էր 2 տարի էլ համարվեց Հայաստանի լավագույն ուսանող, որը աշխատում էր Օրբելի կենտրոնում, իրանց կենտրոնում, վարչապետին առընթեր։ Մարդուն գործուղեցին Տաջիկստան իրանք, հետ գալուց օդանավակայանում որպես անցանկալի անձ թույլ չտվեցին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչն էր պատճառը, որ Անդրանիկ Հովհաննիսյանին, որտեղ Անդրանիկ Հովհաննիսյանը Մակունցի հետ, Մակունցի իրան դաս էր տվել։ Մակունցը իր հետ Թիֆլիսե գնացել։ Մակունցենք եւ իրանց թիմը Նիկոլ Փաշինյան իրան առաջարկություն են արել ժամանակին։ Եվ ինքը այդ ամեն ինչի մասին տեղյակ էր։ Այսինքն Անդրանիկ Հովհաննիսյանը իրանց համար վտանգ էր ներկայացնում, որտեվ այն ինչ որ ես բարձրաձայնում էի, դրա անձնագրերի հետ կապված Անդրանիկ Հովհաննիսյանը Ղազախստանից հրապարակել էր այն անձնագրերը, որոնք տրվել են թուրքերի ժամանակին։ Եվ դրա համար իմ դեմ քրեական գործ է հարուցված։ Հիմնական վկան, որ այս ամեն ինչը շատ լավ տեղյակ էր, իրան էլ որպես անցանկալի անձ արտաքսել են երկրից։ Հայ մարդում, որի մայրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հիմա Հայաստանի Հանրապետությունում է։ Ինքը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մարդուն արտաքսում են։ Եվ որ այդ մարդը ասում ախպեր, եթե ես մեղավոր եմ, ես հայրենիքի դավաճան եմ, ես պատրաստ եմ, ես գալիս եմ Հայաստան, ինձ բռնեք, կալանավորեք, դատեք։ Բայց ոչ, թույլ չեն տալի գա։ Ինչ։ Դե հիմա, ուրեմն ինչ որ բան գիտի Անդրանիկ Հովհաննիսյանը, որից շատ վախենում է Տիկին Մակունցը, վարչապետ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը։ Հասկանում եք, վախենում է, ուրեմն ինչ որ բան կա։ Ուրեմն ինչ որ եւ անձնագրերի եւ այդ դրսից փող ներմուծելու, որպեսզի հեղաշրջում անեն, ուրեմն մի բան կա։ Այլապես ինչու հայ երիտասարդին, որը 9 տարի սովորել է Հայաստանում, ճանաչվել է, որը աշխատում է Օրբելի կենտրոնում, դուք արտաքսում եք երկրից։ Եվ երբ որ մարդը ասում է, ես մեղավոր եմ, ախպեր ես գալիս եմ Հայաստան, դատեք ինձ։ Բայց վախենում են, որտեվ կգա ու կպարզվի, որ ինչ որ բաներ կասի, որ կպարզվի ովքեր, որ երկրի հատուկ ծառայությունների գործակալներ են, որոնք այսօր Հայաստանում իշխանություն են։